դիտում եք «Ապրենք առողջ» հաղորդումը 21 TV եթերում, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այս հաղորդման ընթացքում հյուրընկալել եմ Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանին։ Սակայն մինչ զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Արփինկա Բյութիին, տեղեկացնել, որ այն գտնվում է Ծովակալ Իսակով 42 կոտորագերեք հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Բարի գալուստ, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Բարև ձեզ կրկին։ Հաճախ լսում ենք, երբ որևէ բժշկի պիտակավորելիս, ճակերտավոր ասած, ասում են իր մոտ սխալները շատ են, ինքը սխալներ շատ է անում, կամ այս բուժ հաստատություն չեմ գնում, որովհետև այստեղ բժշկական սխալները շատ են եւ այլն։ Ես ուզում եմ հասկանանք այս հաղորդման ընթացքում ի վերջո շատ հարցերի պատասխաններ տալով, ինչ ասել է բժշկական սխալ, արդյոք սա հենց այն տերմինն է, որ ճիշտ է օգտագործելը, եւ երբ է դրվում այդ բժշկական սխալ, այսպես ասած, դատավճիռը։ Նախ շատ շնորհակալություն հրավերի համար եւ իհարկե բավականին լուրջ հարց եք հիմա ինձ տալիս։ Պրովոկացիա եմ ենթարկում։ Ասել, որ պրովոկացիա իհարկե չէ։ Այ բժշկական սխալի գաղափարը աշխարհում իհարկե գոյություն ունեցող է, բայց այդ բժշկական սխալ ասվածը դա միմիայն մասնագիտական խորհուրդների եզրակացության արդյունքը կարա ասի, որ դա իսկապես բժշկական սխալ էր։ Այնուամենայնիվ, որպեսզի ստացվի մեր հաղորդումը եւ ես կարողանամ մի քանի բանի մասին խոսել, եկեք խոսենք բժշկական բարդությունների մասին, որովհետեւ այսօր շատ հաճախորդներ, հիվանդներ, պացիենտներ գտնում են, որ այնտեղ կար բժշկական սխալ, բայց կարող էր դա լինել ուղղակի այդ հիվանդության բարդությունը, որը ակադեմիական բժշկական գրականության մեջ ամրագրված է։ Այսօր այդ բժշկական բարդությունների մասին պետք է միանշանակ խոսել։ Կա ըստ ինձ երկուստակ մեղավորություն, երբ շտապում է եւ բժիշկը առաջի հերթին եւ շտապում է եւ պացիենտը։ Այսօր հիվանդների մի մեծ մաս բժշկական հիմնարկներում ուզում են կոմֆորտ, հյուրանոցային պայմաններ, երբեմն նույնիսկ ոչ թե հյուրանոցային, այլ ռեստ պայմաններ, այսինքն հանգստանալու պայմաններ եւ այդ շտապողականությունը, որ արդեն դնում է կաղապարի մեջ բժշկին, ակամա սկսում են այդտեղ են բարդություններ ունենում։ Երկրորդը բժիշկները սկսում են քանակից ավել հիվանդներ նայել։ Մեծ բարդությունների մեծ մասը հենց այդտեղ է, որ մի բժիշկը պետք է օրը նայի հստակ ամրագրված 10-20 պացիենտ, բայց այդ բժշկին, օրինակ հենց ինձ նաև ստիպում են, որ դու նայես 30, 35, հա, այսինքն այսօր մենք ապրում ենք մի փոքրիկ հանրապետությունում, երբ բժշկագիտությունը, բժշկությունը շատ հասանելի է, եւ եթե տվյալ պացիենտին դու մերժում ես, ապա գտնվում են այնպիսի լծակներ, որ անպայման նայեք կամ այնպիսի գանգատով է գալիս, այսպես ասած, որ եթե դու չնայեիր, ապա իր այդ ինչ-որ բան կպատահեր, այդպես չի, այսօր այդպիսի գանգատներով պացիենտների 90%-ը ուղղակի դրանք հոգեբանական խնդիրներով են։ Եվ ակամա սկսում է աշխատանքի որակը տուժել եւ բժշկական բարդությունների տոկոսն էլ ավելի ու ավելի ավելանալ։ Ավելին ասեմ, ապագայում դրանք ավելի կշատանան, որովհետև այսօր պացիենտները սկսել են շատ ավելի շատ բուժվել եւ պահանջել, որ on-line տիրույթում իրենց բուժել։ Նույնիսկ բժշկական հիմնարկներ կան, որոնք on-line կոնսուլտացիաներ են կազմակերպում, լավ են անում, հրաշալի է, բայց յուրաքանչյուր պացիենտ պետք է առաջինը հասկանա, որ բժշկագիտության ամենակարևոր գործոններից մեկը բժշկի եւ հիվանդի տետատետ հանդիպումն է։ Դեոնտոլոգիական մի կանոն կա, հիմա մենք միասին զրուցում ենք, մեր աչքերը հանդիպում են։ Այսինքն մենք պետք է լինենք նույն հարթության վրա։ Շատ են լինում այն դեպքերը, ես անընդհատ իմ մասին եմ խոսում, որ ես նստած բացատրում եմ, կինը նստած է դիմացիս աթոռից, կամուսինը հետևը կանգնած եւ այնպիսի տպավորություն է, որ արագացրա, մենք շտապում ենք։ Այսինքն այդ շտապողականությունն է բերում շատ հարցերի, երբ որ դու բացատրում ես, կիսատ են լսում։ Կամ լսում են չեն լսում։ Այո, կամ նաև երբեմն բռնացնում եմ այնպիսի հետաքրքիր փաստեր, որ
դեղորայքը կամ ինչ որ խորհուրդը, որ դու գրում ես թղթի վրա, չեն կարդում։ Բազմաթիվ են պացիենտները, երբ որ ես ուղակի խոսում եմ իրենց հետ, զուգահեռաբար իրանք իրենց հեռախոսի մեջ արագ կտկտալով հավաքում են այդ տեքստերը։ Երկրորդը պահանջում են այո մեզնից, որ մենք հեռախոսով իրենց բուժեն։ Նախ ասեմ, որ մեր կանոնակարգող օրենքը մեզ չի ասում, որ դուք պարտավոր եք հեռախոսով բժշկել։ Չկա այդպիսի բան։ Երկրորդը Երևանի պետական բժշկական համալսարանի ակադեմիական կուրսը, որը որ ունենք ավարտում ենք մենք մեր ուսումնական տարիներին, ունի գոնե 1-ից 2 ամսվա կազմակերպված դասընթաց, որ դու կարող ես պացիենտին բուժել Viber-ային, WhatsApp-ային, Telegram-ային կամ այլ on-line հարթակներում։ Երրորդը, ինչքան էլ դու փորձես պացիենտին օգնես, մեկը դա դու նայում ես քո հանգստի ժամին։ Եվ յուրաքանչյուր բժշկի օրգանիզմ պետք է վերջապես հանգստանա, եւ այդ ժամանակ բաց թողումների տոկոսը շատ ավելի մեծ է։ Լինում են եզակի դեպքեր, որ մենք պացիենտի հետ ինչ որ ժամային առումով չի ստացվել անալիզի պատասխան տեսնել եւ հրատապության առումով մենք ենք խնդրում, որ մենք պետք է տեղյակ լինենք եւ իրենց մենք զանգենք եւ ասենք շտապ հոսպիտալիզացիայի կարիք ունեք եւ այլն, բայց բազմաթիվ են այն նեղացած պացիենտները անձամբ ինձնից, որ ուղարկում են իրենց նամակները, գրառումները, ավելին ասեմ, այլ գործընկեր, ես բոլորն իմ գործընկերներն են բժիշկների նշանակումները եւ պահանջում բժշկական եզրակացություն։ Բազմաթիվ են նաեւ հարցերը արդյոք կա բժշկական սխալ։ Ես միշտ բացատրում եմ, որ ես շատ ընդգրկված եմ շատ փորձագիտական հանձնաժողովներում, հա, որոնք որ մակածվել են քրեական գործի արդյունքում, որը բողոքի եւ այլն։ Յուրաքանչյուր բժիշկ փորձառու իր կարծիքը գրում է էքսպերտիզայի մակարդակով, այսինքն վերելուծում եւ այդ էքսպերտիզայի համար մեզ տրամադրվում է որոշակի ժամանակ։ Ամիսներ կարող են քեզ տրամադրել, որ դու կարծիք քննես եւ այլն, եւ նույնիսկ այդ քննելու պարագայում ոչ թե մեկանզնյա որոշում է, դա 5 բժշկի կարծիք, 7 եւ այլն։ Եվ այսօր մեզնից ամեն օր պահանջում են, արդյոք սա մեզ ճիշտ են գրել, արդյոք սխալավիրատվել եւ այլն։ Ունենք ցավում եմ այնպիսի բժիշկներ, որոնք լինելով բժշկագիտության համակարգում հրաշալի վիրաբույժներ եւ այլն, իջնում են այդ մակարդակին եւ հիվանդի երեսին սկսում իրենց գործընկերներին ուղղակի չհարցնելու, այս սովա էս ինչ են արել եւ պացիենտները այդ պարագայում իսկապես մեղավոր չեն, որովհետև տրամադրվել են, բայց այնուամենայնիվ ակադեմիական բժշկությունը լրիվ ուրիշ սկզբունքներ ունի, լրիվ ուրիշ օրենքներ ունի։ Եվ չկա մի հիվանդություն, որին բուժելու ժամանակ յուրաքանչյուր բժշկի առջև չունենա բուժման պլան A տարբերակը, բուժման պլան B տարբերակը, բուժման պլան G տարբերակը եւ այլն։ Այ էլեմենտար էնդոմետրիոզը, հակ, մեր դարի չարիքը, տարբեր են տարբեր բժիշկների մոտեցումները։ Ուղղակի պետք է տվյալ պացիենտի հետ հանդիպել 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ, 4 անգամ տեղ հասցնել, որ դուք ունեք մի ախտորոշում, որը անբուժելի է։ Ուղղակի կա նրա թեթևացում, բուժում որոշակի, որ դուք երեխա ունենաք, եթե վերարտադրողական տարիքն ավարտել եք եւ ուզում եք ազատվեք, ապա կարելի է գնալ ռադիկալ վիրացիան եւ այլն, այսինքն ինչ է ժամանակ հատկացնել։ Այստեղ այ երկու ստեկ է նաեւ այդ բաց թողումները այդ տվյալ պարագայում, օրինակ այդ նոզոլոգիան վերցրեցինք, որ ելի եմ կրկնում, շտապում են բժիշկները, գեր շտապում են պացիենտները։ Այստեղ նաև մի փոքր ազնվության մասին եմ ուզում խոսել, որովհետև ոչ բոլոր մասնագետներն են բարդությունների մասին խոսում։
Չեք կարծում արդյոք կամ համամիտ չեք, որ որևէ միջամտություն անելիս պետք է պացիենտին, ես հասկանում եմ, որ այստեղ ժամանակի իսկապես խնդիր կա, բայց գոնե ռադիկալ մոտեցումների ժամանակ հստակ պիտի ասի, որ դուք ունեք այսպիսի բարդությունների հավանականություն, այսպիսի խնդիրների հավանականություն, այսինքն պացիենտին ամբողջությամբ պատրաստել, որ հնարավոր է լինի բարդություն եւ այս բարդությունը կապված չէ իմ թերացումից կամ իմ չիմանալուց։ Նախ էլեմենտար վերցնենք կեսանհատումները, հա։ Ցավով ես անընդհատ նշում եմ, որ լինելով ամենամեծ ծննդատունը, ունենալով ամենամեծ ծննդատունը եւ այնտեղ ունենալով ղեկավար աշխատանք եւ պրակտիկ 20 եւ ավել արգանդներ մենք կորցնում ենք կեսարների ժամանակ տարեկան վիրատարան։ Յուրաքանչյուր դա մեր համար ամենավոչ ցանկալի վիրահատությունն է արգանդի հեռացում կեսանհատումից հետո։ Ես երազում եմ, որ իմ կեսանհատումը ավարտվի այն 15-20 րոպեից հետո, երբ ստանդարտ ավարտում ենք, այլ ոչ թե պրոֆուզ արյունյա հոսություններով 2.5-3 ժամ 2.5-3 ժամ անց եւ պացիենտին երիտասարդ աղջկան բերել որոշակի հաշմանդամության։ Այնուամենայնիվ դա արվում է կյանքի ցուցումով, որպեսզի փրկվի կնոջ կյանքը։ Եվ շատ ամեն մի վիրահատությունից առաջ ես յուրաքանչյուր փոքրիկ կեսանհատում անելուց առաջ, հա, որ արդյոք գիտեք մեր դա պիտի լինի, պարտադիր հրավիրվում է։ Ես դեպքեր եմ ունենում, որ շատ դժվար է գալիս կնոջ ամուսինը կամ հղի կնոջ հարազատը, թե կեսարյանա, ինչի եք բարդացնում, բարդացնել չկա։ Ստանդարտ կինը ստորագրում է այսօր առմետ համակարգում։ Ստորագրած համաձայնագիրը անմիջապես email է գնում պացիենտին միանգամից։ Շատ պացիենտներ նույնիսկ չեն էլ բացում եւ կարդում, թե ինչի տակ է ստորագրել։ Որպեսզի այդ ամեն ինչին մասնակցի ամուսինը, որովհետեւ կինը արդեն մանկաբարձական ստացիոնում է, կա մշակված դրա թղթային ձևը, որին ստորագրում է եւ կամ ամուսինը կամ այդ րոպեին գտնվող հարազատը։ Եվ ես միշտ բացատրում եմ, որ ես ամենակիչն եմ ուզում, որ կեսանհատման ժամանակ մենք ունենանք բարդություններ, արմատություններ կամ հեռացնենք կնոջ արգանդը։ Լինում են դեպքեր, երբ որ երջանիկ ավարտի պարագայում գալիս ինձ գրկում են, ասում են, դե մենք գիտեինք, որ դու լավ բժիշկ ես, ինչ չել ծանրացնում էիր, ասում եմ հարգելիս, ես շատ երջանիկ եմ, որ սա ավարտվել է, բայց դուք պետք է վերջապես իմանաք, որ աշխարհում յուրաքանչյուր երջանիկ սկիզբ երջանիկ ավարտ չի ունենում։ Եվ որ յուրաքանչյուր վիրահատություն, որ ամենափոքր վիրահատությունն անգամ կարող է ունենալ բարդություններ։ Ես կարծում եմ չեմ սխալվի, եթե ասեմ, որ մանկաբարձ գինեկոլոգի աշխատանքը ամենա այսպես ճակերտավոր ասած տհաճ անակնկալներով լեցուն մասնագիտությունն է եւ կարծում սա էլ հենց այսպես ասած հանկարծակի չէ կամ միամիտ էլ չեմ ասում, քանի որ բժշկական համալսարանում ամենաերկար սովորողներից հենց մասնագիտությունը ձեր մասնագիտությունն է եւ կարող է ծննդաբերությունը իսկապես հրաշալի ընթացք ունենալ, բայց ձեր ասած այն ամենավերջին վարքյանին այնպեսի մի հատ տհաճ անակնկալի առաջ կանգնի բժիշկը, որ գուցե առաջին անգամ հանդիպում Այստեղ սրան տալ անուն բժշկական սխալ, մեղմ ասած այդքան էլ կոռեկտ չէ։ Այս դեպքում ինչպես է կարողանում մանկաբարձ գինեկոլոգը ճիշտ որակում տալ եւ ճիշտ այս իրավիճակից դուրս գալուց հետո, ինչպես ասում են բարով խերով, հա, ինչպես ժողովուրդն է ասում, այս վիճակից դուրս գալուց հետո հարազատներին ներկայացնի, որ սա ոչ թե բժշկական սխալ էր, այլ այն բարդությունը, որը գուցե 10-ից 20-ից 100-ից մեկի մոտ է լինում, բայց ձեր հարազատի մոտ եղավ։ Նախ ասեմ, որ աշխատում եմ մի կենտրոնում, որը գերհագեցած է եւ այսօր չունենք չկա բառը։ Երկրորդը ասեմ, որ յուրաքանչյուր մանկաբարձական դեպք դու մենակ չես աշխատում եւ քո թիմի մեջ մինիմում 7-ից 10 հոգի են սովորական ծննդաբերության կամ կեսանհատման համար եւ դրանք շատ ուժեղ օգնականներ են, հրաշալի ասիստենտներ են, հզոր անեստեզիոլոգ եւ իհարկե վկաներ այդ ամեն ինչի համար։ Այսօր շատ վիրահատություններ միանգամից տեսանկարահանվում են եւ ասեմ, որ մենք բավականին պաշտպանված ենք։ Յուրաքանչյուր գիտակից մարդ միանգամից հասկանում է, որ որևէ մի մանկաբարձ գինեկոլոգի համար հաճելի չի, որ ճիքի ժամանակում էմբոլ գնա եւ սրտի կանգ ստանա կամ հետծննդյան ծանր արնավորություն ստանա եւ
ավարտվի արգանդի հեռացմամբ կամ երեխան ծնվի անշունչ եւ այլն։ Այդ ամեն ինչը ուզում եմ ասեմ ֆիքսվում է եւ բանականությունը միշտ հաղթում է եւ զուգահեռաբար մենք նաեւ մեր պաշտպանվածության համար շատ ողջևորում ենք պարտներ ծննդաբերությունները, այսինքն տվյալ պարագայում եթե ամուսինը կամ հարազատը կողքդ հետևում է եւ տեսնում է մի բարդությունը, ես ձեզ ասեմ, մենք հակառակ էֆեկտներն ավելի շատ ենք տեսնում։ Իհարկե, երբեք չի կարելի բժշկին հերոսացնել, բայց այդ ընտանիքի համար դու հերոս ես դառնում եւ տեսնում է, թե ինչ բարդության միջով դու ոնց վարքյանապես կողմնորոշվեցիր եւ միանշանակ դուրս եկա։ Ճիշտ ինֆորմացիան տեղ հասցնելու պարագայում հավատացեք, լուրջ խնդիրներ պացիենտի եւ բժշկի միջև չի լինում։ Առաջին անգամ, երբ որ 2022 թվականին անցնում է իմ առաջին մեծ վերապատրաստումը Գերմանիայի Դաշնությունում Հայդելբերգում, շատ լավ հիշում եմ, որ Մարիա Բլումենշտայնը ինձ ասում էր՝ կիսիր ինֆորմացիան պացիենտի հետ։ Ինֆորմացիան կիսելու դեպքում պատասխանատվությունը կիսվում է։ Կապ ունեին այն ժամանակ Մարիան Հայաստան գալիս վիրահատում եւ գնում էր մեր Նայիրի բժշկական կենտրոնում եւ ասում էր, որ քիչ եք ժամանակ հատկացնում պացիենտի ինֆորմացիոն տեղեկացման ժամանակ։ Եվ շատ լավ հիշում եմ այդ ժամանակ ինքը անցնում էր մի դատական գործով, հետաքրքիր վիրաբույժ էր, համ մանկաբարձության գինեկոլոգիայում էր շատ խորացած, զուգահեռաբար կրծքի վիրաբուժությամբ էր զբաղվում, այնտեղ մամալոգիան նույնպես գինեկոլոգներն են վիրահատում, զուգահեռ էսթետիկ էր։ Եվ մի ամբողջ վիրացությունը ինքն էր անում եւ արել էր տոտալ մաստեկտոմիա, այսինքն կրծքերը հեռացրել էր, հետո դրել էր էսպանդերներ, ստացել էր կրծքեր եւ սեռական շրթերից ձևավորել էր պտուկներ։ Եվ այդ հրաշալի վիրահատությունից 2 ամիս անց մի պտուկի մոտ նեկրոզ էր գնացել եւ Մարիան մտել էր դատական process-ի մեջ եւ այնտեղ մի պունկտ կար, որ էպիկրիզում նշված չէր, որ ծխելը կարող է բերի նմանատիպ խնդիրների, նեկրոտիկ խնդիրների եւ այլն եւ այդ ժամանակ ես բավականին փոխված հետ վերադարձա։ Նույնիսկ ինչ ճանաչող շատ ընկերներ ինձ անդադ հարց են տալի, դատավոր եղբայր ունես, որ սենց օրենքներին լավ տիրապետում ես, դատավոր եղբայր իհարկե չունեմ, բայց կարդալ գիտեմ, աշխարհի հետ քայլել գիտեմ եւ այսօր պաշտպանված պետք է լինի առաջին հերթին պացիենտը, առաջին հերթին հղին, առաջին հերթին վիրահատության եկած կինը եւ երկրորդը իհարկե պետք է բժիշկը նույնպես պաշտպանված լինի։ Պետք է հավասարաչափ հարթության վրա լինեն եւ այդ բժշկական սխալը, որ պացիենտին թվում է, շատ դեպքերում իհարկե իրականությանը չի համապատասխանում, բայց վերջաբարնի փոխարեն ասեմ, որ այո, ժամանակի քիչ տրամադրումը, ոչ ճիշտ սիտուացիան գնահատելը, երիտասարդ բժիշկների կողմից ուզենալ ամեն ինչ կարելը, Viber, WhatsApp-ով բժշկելը, Instagram-ով հիվանդներին հրավիրելը եւ մեծ քանակ ապահովելը միանշանակ զերծ չի կարող լինել բժշկական բարդություններից։ Մի բան էլ մենք կարող ենք ունենալ շատ բժշկական բարդություններ։ Հայտնի ֆիլմում ասվում էր, որ բժշկի սխալները չի ներվում եւ բժիշկը իրավունք չունի ունենալ, այսպես ասած, սեփական կարծիք։ Սրան զուգահեռ նաև ասում են աշխարհում բժիշկները պաշտպանված են, որովհետև այսպես ասած պրոտոկոլներով են աշխատում եւ իրենք կոնկրետ գիտեն, թե հստակ որ քայլից հետո որը պիտի անեն, կօգնի թե չի օգնի, դա էլ արդեն այսպես ասած այդ գայդերները գրողները թող մտածեն։ Մեր երկրում, քանի որ բացի օրենքներից նաև կա մարդկային գործոնը, կա նաև էմոցիաները, կա նաև ջերմությունը, այն հայավարի այսպես նեցուկ լինելու, հա, պատրաստակամությունը, մեր բժիշկները նաև սեփական ձեռագիր ունեն եւ ոչ թե հիվանդությունն ենք բուժում, այլ հիվանդին ենք բուժում, այդ սկզբունքը կարծում եմ մեր երկրում իսկապես դրված է, հա։ Այստեղ որքանով է բժշկի համար բարդանում կամ հեշտանում։ Ընդհանրապես ուղեցույցային այդ գայդային բժշկությունը աշխարհում ամենահեշտն է։ Ես արել եմ եւ վերջ։ Կրկին վերադառնանք Գերմանիա, երբեք չեմ մոռանա, որ առավոտյան եկանք եւ Մարիային հերթապաբժիշկն ասեց, գիտես, գիշերը քո գնալուց հետո քո վիրահատածին նորից վիրահատել եմ։
ասեց ամեն ինչ լավ է, ասեց շնորհակալություն։ Իսկ մեր մոտիչ կլիներ։ պարագայում, եթե մենք բարդություն ենք ունենում, այդ հիվանդը արդեն ամրագրված է քո անվան հետ, մինչև նրա երջանիկ ավարտը։ Ես միշտ երջանիկ ավարտից եմ խոսում։ Այսինքն մենք տվյալ պարագայում մենք կապված ենք հիվանդի հետ նաև որպես անձնավորություն։ Այսօր չկա մի բժիշկ, որին մի 3 հոգի պետք է դրական ֆիդբեք ունենան, որ դուք որոշեք, որ գաք իմ մոտ սպասարկվել, հա։ Եվ այդ 3-ի մասին քո կարծիք դրական տվողները, դա դրանք այդ միջնորդներն են, որոնցով որ այդ մարդը եկել է։ Եվ լավի պարագայում դե իհարկե պետք է այդպես լիներ, վատի պարագայում այդ են մարդիկ են, որոնք քեզ պետք է անդադ ասեն դե շարունակի։ Այսինքն մեր պարագայում մենք ուղիղ կապված ենք պացիենտի հետ, այսինքն բուժում ենք ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդին։ Սակայն կարծում եմ ժամանակի ընթացքում այսօր շատ բժշկական կենտրոններ, այսօր նույնիսկ արգելում են բժիշկներին տալ իրենց անձնական համարները։ Իհարկե մեր ազգը դժվար է ադապտացվում։ Այ հրաշալի երևույթ կա, որ համընդհանուր ապահովագրություն։ Համընդհանուր ապահովագրությունը փակում է յուրաքանչյուր ծախս, յուրաքանչյուր հրաշալի հնարավորություն ժողովրդի համար երազելն անգամ դժվար է, բայց պացիենտը մեր այսօր նույնիսկ չի կարողանում իրեն թույլ տալ 2 օր սպասի, որ գնա իր ապոլիկլինիկա, որից հետո գնա նեղ մասնագետի եւ սպասի նրա ուղեգրերին։ Նույնիսկ այստեղ ենք մենք ունենում այսօր իսկապես շատ լուրջ խնդիրներ, երբ պացիենտները չեն ուզում հարմարվեն։ Բայց ամեն ինչ ժամանակի ընթացքում է, ժամանակը կբերի ամեն ինչ իր տեղը կդնի եւ կարծում եմ այս հարաբերություններում արդեն ավելի ակադեմիական ոճով կշփվեն բժիշկը եւ պացիենտը, ոչ թե ազիս արիստեղ, ջանիկս, ջանս, քուրս, նա բժշկուն կասի քուրս, ես տեսնում եմ բժիշկներ, որ ուղղակի ես ապշած նայում եմ վրա, երբ որ նա ոնց կարա իր հիվանդին ասի տաթևս եկել ես, այդ դրանք, այսինքն եթե իմ էթիկայի կանոնների իմ հարցազրույցը ուզում եմ ավարտեմ, որ միանշանակ մեղադրել պացիենտին չի կարելի։ Միանշանակ բժշկին մեղադրել չի կարելի։ Միանշանակ բժշկին էլ մեղադրել։ Եվ վերջում էլ ես ճիշտ եմ հասկանում, որ մեր երկրում ընտրում են բժշկին, ոչ թե հիվանդանոցը։ Ցավալի է, բայց ես միշտ ասում եմ, որ ես ամենահզոր հիվանդանոցում եմ աշխատում։ Բայց միևնույն է ընտրում Դուք են բժշկական կենտրոնում եք։ Շատ լավ է, որ իմ անձը ձեզ համար շատ կարևոր է, բայց դուք ամենաուժեղ հիվանդանոցի պացիենտ եք։ Բայց իրենք չեն գալիս Էրեբունի բժշկական Իրանք գալիս են Էրեբունի բժշկական կենտրոն եւ գալիս են Նորայր Ղուկասյանի մոտ։ Բայց ամեն դեպքում մենք բոլոր դեպքերում անձի հետ ենք կապում մեր լավ ու վատ, այսպես ասած, ֆիդբեքերը։ Դրան էլ դա էլ եւ լավ եւ վատ կողմեր ունի ամեն դեպքում։ Շնորհակալ եմ շատ, սա այն թեման է, որի մասին շատ երկար կարելի է խոսել։ Ես կարծում եմ նույնիսկ 2-3 հաղորդման համար դեռ ունեինք խոսելու հարցեր եւ պատասխաններ, բայց քանի որ եթերային ժամանակը թույլ չի տալիս, ստիպված պիտի այսքանով ավարտենք, ձեզ ասենք շնորհակալություն, իսկ բոլոր հեռուստադիտողներին հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ զրուցակիցս Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատան փոխտնօրեն Նորայր Ղուկասյանն էր։ Եվս մեկ անգամ ասեմ շնորհակալություն սպասարկման համար Արփինկա Բյութիին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակի 3 հասցեում։ Հեռախոսահամարն է 044 31 27 38։ Շնորհակալություն, ցտեսություն։